Հեղափոխական դաշնակցության բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր ընկեր Հակոբ Բագրատուն։ Գերաշնորհ Սրբազան հայր, հարգելի հյուրեր, արժանապատիվ համագիրներ, հայրենագիցներ, ընկերուհիներ, մեր բոլորին դոնը շնորհավոր։ Հայ հեղափոխական դաշնակցության 135-ամյակը կխմբե մեզ այսօր մեր պատմության վերջին ժամանակահատվածի թարնակույն ու տաժան պայմաններու մեջ։ Հսկայական խռովքի մեջ են մեր ժողովրդի զավակներն անոնք, որոնք հայուց սիրտ կգրեն, ապրած են ու մասնակից դարձած հաղթանակներու կերտման եւ այսօր ականատես են ու հիասթափված Արցախի հանցում են աստին Հայաստանի մեջ Ադրբեջանի եւ Թուրքիո գամքին ենթակա զիջումներուն սպյուրքը բարակդող քայլերուն, հայրենասիրության ծաղրանքին եւ արժեքային համագարքի ազգային ըմբռնողության խորտակման։ Ընթացքը թաթարչունի եւ կահավեժ կշարունակվի թիրախավորելով հայրաքելական Սուրբ Եկեղեցին անոր սպասավորներուն նկատմամբ թավատրական քայլերով ժողովրդահաջո հերյուրանք փրփուրներով նպատակ ունենալով փշրել հայ ժողովրդի ու անոր հայրենիքին քոյադովումը ապահոված ողնաշարը ամբողջ։ Հարվածել հայ եկեղեցին, ճանչնալ Արցախի իբրև ադրբեջանական հողամաս, մոռացության տալ Բաքուի մեջ կալանավորված հերոսները, հարցականի վերածել հայոց ցեղասպանությունն ու անոր հետևանքները, թուրք-ադրբեջանական թանդեմին ազատ անցք շնորհել Հայաստանի մեջ, Հայաստանը նկատել միայն հոսաբրող հայ թե օդար քաղաքացիներու հայրենիք, փոխել ազգային խորհրդանիշերը, հայոց պատմությունը վերածել լոկ Հայաստանի պատմության, չլադել հայրենիքի կապվածության, հայրենասիրության արմատները, նարինջ ուտողներ, հայթադական եւ երազգոտ նկատել սփյուռքի հայությունը եւ թեր ուրիշ այլանդակություններով մտքերը բողդորել, ծրագրված հետևողական հայրենական ու ազգաթավ սիստեմատիկ ընթացք է անդարագույս։ Ահա դե ուր հասած ենք բոլորս հավաքապար։ Վտանգված է հայրենիքը, վտանգված է պետությունը, վտանգված է հայրաքելական եկեղեցին ամենուրեք իր նվիրապետական աթոռներով, Էջմիածին թե Անտիլիաս, Երուսաղեմ թե Կոստանդնուպոլիս։ Վտանգված է ողջ հայությունը ազգովին, Հայաստանի մեջ թե Թուրքիա եւ արտերգիր, այլևս անհանդուրժելի ձևով հատված են գարմիր գիծերը, անհայրենիք հայ մարդ, աշխարհաքաղաքացի սոսկ անհատ, իդ երազուրկ ապրող էակ գերդել, հետևողական թավը ակներև է եւ առանց թույզն ամոթի գարդահայտվի։ Եվ այս բոլորը կկատարվին հանուն ժողովրդավարության, հանուն մարդկային իրավունքներու, խաղաղության, տնտեսական բարեկարգումներու, բդածության դեմ պայքարի, թափանցիկության բնութագրումներով։ Մենք գոհնագից ենք արժանապատիվ խաղաղության եւ ոչ թե բարդաթրված սին խոստումներով անհերանեկար խաղաղության,
նորանոր զիջումներու դունդվող դեսանելի խաղերով հայրենագործան պայմանակիրներում։ Դեսանելի թափանցիկությամբ ակնհայտ են մեքենայություններն ու սատրանքները։ Մենք ազգովին կանգնած ենք Չրպաժանի դիմաց։ Լինելության պայքարն է այսօր։ Կամ հանցնվիլ ու գամովին գիտակցաբար երթալ գործանումի, կամ թրոշը բարձր պահել ու պայքարիլ։ Հայ ապագան տաշակցության 135-ամյա պատմությունը վկա, որ իբրև քաղաքապարական, քաղաքական ու գազագերբարական բարդունակ ուժ իր հայրենիքին, ժողովրդին ու հայ մարդուն փովանտակ շահերուն պաշտպանության եւ ծառայության նվիրված գուսակցություն չի կրնար իրավունքը չունի պայքարի թրոշը վարդնելու։ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի միջին արևելքի քաղաքներու պաշտպանության եւ այդ հատի խնդիր ինգած հերոս նահատակները վկա են դաշնակցության սխրանքներում։ Հայաբահման ճակատի վրա աշխարհադարած դաշնակցության եւ երեխեքից միություններուն գդարած ներդրումը ի խնդիր ինքնության պահպանման համահայկական նշանակություն եւ արժեք ունի։ Հայրենիքի անկախության հռչակում են դաշնակցության Հայաստանի մեջ վերընծում են եւ Արցախի ազատագրում են ետք։ Ոչ ոք կրդա ուրանալ այս կուսակցության եւ իր սփյուռքահայ գործընկերներուն անդեղի տալի ու վճռական մասնակցությունը ամբողջական Հայաստանի գերտման ջամփուն հայրենիքի փառքավաճման ու գոյատևման ի խնդիր։ Իր պատմության ընթացքին Օսմանյան գասրութերեն ցարական Ռուսիա եւ բոլշևիկյան ռեժիմ դեպապար հալածված այս կուսակցությունը Սփյուռքի մեջ քաղաքի սպասարկություններու եւ կորզակալներու թավատության ենթակա դաշնակցությունը ապրած է անվհատ կերպով կորզած է եւ բարիքարը շարունակած։ Այսօր եւս դաշնակցությունը չի գտնար դեղի տալ, որովհետեւ ցախողած են ու պիտի ցախողին Հայաստանը Սփյուռքեն հերացնելու բոլոր թավացությունները։ Ցախողած են ու պիտի ցախողին իր հիմնադրութերեն աստին, հայ ժողովրդին ու հայրենիքին համար կորձող իր լավագույն ընկերները զոհաբերող դաշնակցությունը ժողովուրդեն հերացնելու եւ հայրենիքեն օդարելու բոլոր մեքենայությունները։ Անընդունելի եւ մերժելի են մեր ազգային արժեքներն ու խորհրդանիշերը անարգող ոտնագողերող թավերը։ Հայաստանի այս առաքելական Սուրբ եկեղեցին, Արարատը, ամբողջական Հայաստանը, մեր նահատակները անզիջելի կակատներ են, որոնց յուրաքանչյուրին գահարված է համայն հայությունն ու հայրենիքը։ Հայաստան եւ Սփյուռք մեկ միասնություն է։ Զայն պահպանելը բոլորիս պարտավորությունն է։ Ու զայն կանտելու փորձերուն պատասխանը հավաքական դիմացությունն է։ Մեկ է դաշնակցությունը։ Մեկ ամբողջություն է ան։ Չկան դաշնակցության մեջ արևմտահայ եւ արևելահայ զանգվածներ։ Չկան Հայաստանի դաշնակցություն եւ Սփյուռքի դաշնակցություն։ Չկան Հայաստանի բյուրո եւ Սփյուռքի բյուրոյի անդամներ։ Գա մեկ ու միակ դաշնակցություն։ Ու այս մեկ դաշնակցությունը իր հայրենի ժողովրդին կողքին է։ Հայաբական դաշնակցությանը Սփյուռքի բոլոր կառույցները անխտիր ամերիկաներեն մինչև
Միջին Արևելք, Եվրոպա ու Ավստրալիա, հոն ուր այս արևունդակ դաշնակցական ընկերգա, անվերաբահ գերբով հայրենի մեր գարույցին գողքին է, այլ գերբ չի գրնարը լալ սիրելիներ, մեզ կերեզվարելու փորձերը դասամյակներ շարունակ ցախողության մատնված են, այսօր եւս ցախողության պիտի մատնվին անգասկած, ու պիտի բարձր բահենք Քրիստապորի, Ռոստոմի, Զավարյանի գրագով փոցավարած շահը, ու այդ պիտի ընենք ու պիտի ելլա հավաքապար, այնպես ինչպես 28 մայիս 1918-ին Արամ Մանուկյան համընդհանուր զորագոչով պաշտպանեց Հայաստանը ու անկախություն պարգևեց անոր իր երակույնով, զինանշանով, փանագով ու համալսարանով, այսօր ավելի քան երբեք ճակատագրական այս պահուն անհրաժեշտ է համընդհանուր պայքար, համասկային բորտկում հայրենիքին, հայ մարդու եւ պետության փրկության ի խնդիր դիմացություն։ Վճռական այս պահուն կարելի չէ լրել, կարելի չէ անդարբեր մնալ, կարելի չէ ձեռնածար մնալ, կարելի չէ համագերբիլ, կամ անձնասպանություն, կամ պայքար։ Հայրենիքն ու հայությունը վտանգված են, փառք այս սրբությանց համար ինգած նահատակներուն։ Հայրենիքն ու հայությունը վտանգված են, դգարությունն ու հաշտվողականությունը համազոր են ոչիրի մեղսակցության։ Պայքարը համընդհանուր է, ով որ քաչ է, ինչ կսպասե։ Գեցե հայ հեղափոխական դաշնակցությունը, գեցե հայրենիքի պաշտպանության համար նահատակ ծնող հայ ժողովուրդը, գեցե հայուն Հայաստանը, յուրաքանչյուր հայու դուն, հավերժական, ամբողջական Հայաստանը։ Դաշնակցությունը հայոց երկաթե լեռներից բողված ռազմիկն է, հայ հեղափոխական դաշնակցությունը հայկական նոր ասպետությունն է, ելեք ժողովուրդ հայոց, արձանագրվեք հայկական նոր ասպետության, թև թիկունք տվեք անոր, զիխաչին և մահջին հետ փրկարար է նաև ասպետին սուրը։ Ամեն ոք իր մասին է մտածում։ Իր երկրի սահմաններից այն կողմ, եթե նայող կա, նայում է միայն հանուն իր շահերի, հայերով ոչ ոք չի հետաքրքրվում։ Դրա հակառակը կա դավադրական վերաբերմունք։ Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին, թե ճակատը պաշտպանելու և թե երկրի ներսը կարգ հաստատելու համար։ Եթե հանկարծ դաշնակցական կուսակցությունը չկարողանար մի փոքրիկ հանրապետություն ստեղծել, անկախ մի պետություն, որ գոյություն ունեցավ 2 տարի այն ժամանակ հանրապետություն կոչվելու իրավունք չէինք ունենա։ Իսկ քանի որ կար այդ պետականությունը, մենք դարձանք առանձին հանրապետություն։ Ահա այն մեծ բան, որ կատարեց դաշնակցությունը եւ իրավ պետություն։ Պետականությունից զուրկ 600 տարուց հետո ստեղծեց մի փոքրիկ պետություն։ Ուզիչ մի պետություն։ Մուշեղ Գալշոյան։ Հարգելի ներկաներ, Օբելյանի արդիվ հայեղափոխական դաշնակցության ընտանիքը շնորհավորական ուղերձներ է ստացել միջազգային գործընկերներից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Շվեդիայից, Ֆինլանդիայից, Շվեյցարիայից, Կիպրոսից, ինչպես նաև Սոցիալիստական ինտերնացիոնալից, որի լիիրավ անդամ է դաշնակցությունը 1907 թվականից։ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Օլիվիե Ֆոյի ուղերձից։ Հայաստանի անվտանգության աջակցությունը, հայոց ցեղասպանության ճանաչումը, արցախահայության,
իր նախնիների հայրենիք վերադառնալու իրավունքը պայքարի այն ոլորտներն են, որոնք մենք պատրաստ ենք կիսել Դաշնակցության հետ։ Սոցիալական արդարության, հավասարության եւ ժողովրդավարության արժեքները մեզ միավորում են, եւ դուք կարող եք հենվել մեր անխախտ աջակցության վրա։ Ֆինլանդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության քարտուղար Տերո Շեմեիկայի ուղերձից։ Ամենաջերմ շնորհավորանքներս Հայեղափոխական Դաշնակցության 135-ամյակի կապակցությամբ։ Մենք, որպես սոցիալիստական կուսակցություն, արդարության, հավասարության, խաղաղության եւ մեր քաղաքացիների բարեկեցության պաշտպաններն ենք։ Շնորհավորում ենք Դաշնակցությանը եւ մաղթում շարունակական հաջողություններ։ Կիպրոսի EDEC սոցիալիստական կուսակցության նախագահ Նիկոս Անաստասիուի ուղերձից։ Հիմնադրման 135-րդ տարեդարձի առթիվ մաղթում ենք, որ Հայաստանի քույր սոցիալիստական կուսակցության պայքարը պսակվի հաջողությամբ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը առավել ամրապնդվի, շարունակելու իր հետևողական պայքարը